Շատ ներկայացեք։ Խնդրում եմ, մի գոռացեք։ Ես եկել եմ, հատ լսեմ, տեսնեմ ինչ եք ասում, նոր ես խոսամ։ Դրա համար եմ հարցնում, դուք ո՞ր բնակիչներն եք։ Անմիջապես կպած։ Դուք եք հայցադիմում ներկայացրել դատարան, իսկ հարգելի պարոնը ներկայացրել է։ Հարգելի պարոնը ստորագրությունով 58 հոգու հետ ներկայացրել է պարոն Բաբայանին, որը որ անտեսվել է սեղանի վրա դրած։ Զոր ջան, եկեք շատ ես կփորձեմ կարճ լինել։ Ես դե հիմա այս կոմփենտ։ Պարոնը չի, այս ամբողջ Դե դրա համար էի հարցնում, բացի ձեզնից մարդ կա էլ բողոքող։ Դուք էլ եք բողոքում։ Ներողություն էլի, ձեզ պիտի խնդրեմ այստեղ կանգնեք էլի։ Եթե դուք բնակիչ լինեիք, չէիք բողոքելու։ չէ, իրանք պաշտպանելու էին բիզնեսը։ Տեսեք, կառուցապատող ընկերության ներկայացուցիչն եմ ես։ Անունս Երեմ Ասատրյան։ Կառուցապատող ընկերություններ։ Այո, կառուցապատող ընկերությունը այստեղ պետքա որ լինի AN Construction ՍՊԸ-ն։ Հիմա բնակիչներն ասում են, որ ըստեյության անցկացվել առանց հանրային լսումների իրականացնելու Տեսեք, բնակիչները հարգելիս։ Ես լսում էի, ունեմ բոլոր այդ կետերի վերաբերյալ ինչը որ նոր բնակիչները ներկայացնում էին, թե ինչն է անտեսվել, ինչն է ենթադրաբար խախտում եւ այլն։ Այդ նույն հիմնավորումներով եւ դեռ մի բան էլ ավելին մարդիկ հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ, այսինքն քննության փուլում է։ Հետևաբար նման պայմաններում ես իմաստը չեմ տեսնում ճանապարհ փակելու եւ ակցիա իրականացնելու եւ լրագրողներին ներքաշելու մի բանի մեջ, որը որ ես կարադառնամ, տեսեք։ Չէ, դուք հիմա աջակցում եք բիզնեսի։ Ես ձեզ հեսա կասեմ ինչ բիզնեսի եք աջակցում, ուղղակի արեք մի հատ վերջացնեմ, տեսեք, հիմա երբ որ այս շինարարության թույլտվության իրավաչափության հետ կապված հարցը քննարկվում է վարչական դատարանում, որի հասցեատերը վարչական մարմինն է։ Կառուցապատողը ունի թույլտվություն եւ քանի դեռ այդ թույլտվությունը իրավաչափը դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չի, կառուցապատողը այդ թույլտվության հիման վրա առնում է աշխատանքներ։ Ավելին, եթե չաներ աշխատանքներ, իր շինթույլտվությամբ ժամկետ կա նախատեսված, հետագայում տույժերի եւ տուգանքների կենթարկվեր։ Կառուցապատողի մոսով շինարարությունը կանգնեցվի այնքան ժամանակ։ Դուք սխալվում եք, կներեք, դուք որ խոսում եք, ես չէի ընդհատում։ Շինարարության թույլտվությունը ավտոմատ ինչպես նախկինում էր, հիմա չի կասեցվում, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կարգավորում ունի, ասում այն դեպքերում, երբ որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձը վիճարկում է ինչ-որ մեկին երրորդ անձին տրված վարչական ակտը, այդ դեպքում չի կասեցվում, այլ միայն պետք է համապատասխան հիմնավոր միջնորդություն ներկայացվի, որի հիման վրա դատարանը եթե գտա, որ հիմնավորը կկասեցնի։ Հիմա հայցվորները ներկայացրել են նաև այդ միջնորդությունը, որը մերժվել է դատարանի կողմից, այսինքն դատարանը հիմնավոր չի գտել։ Այսինքն արձանագրեն, որ կառուցապատողը, եթե սպասում ենք մենք դատարանի որոշման, եթե դատարանը որոշեց, որ այդ շինթույլտվությունը տրվել է օրենքի խախտում կամ իրավաչափ չի, կառուցապատողը իհարկե կենթարկվի դատական ակտին, ուժի մեջ մտած դատական ակտին եւ եթե պետք եղավ քանդել կքանդի, եթե պետք եղավ դադարեցնել կդադարեցնի, այսինքն կառուցապատողը գործում է օրենքի սահմաններում եւ օրենքը դատարանը ինչ որոշի, դա էլ կարվի։ Դա միանշանակ վստահեցնում են բոլորին։ Հիմա երբ որ ասացիս միտքը այն է, որ ստեղ բարձրաձայնվում է տարբեր բաներ, մի հարկ, երկու հարկ, չգիտեմ, քաղաքաշինական փաստաթղթեր, քաղաքապետարան, հանրային լսում եւ այլն, այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ դիմել են դատարան, դե սպասեք դատարանը որոշում կկայացնի, հիմա որ ճանապարհ փակեցին, ակցիա արեցին, այդ իրանց ուզածը, ինչը որ մինչեւ դատարան մտնել է, ուզել էին, ու չէր ստացվել, չի ելնելու, չէ։ Հիմա որ Ժողովուրդ ջան, ասեմ ինչ բիզնեսի մասին է, այդ արատավոր պրակտիկան տարիներ շարունակ եղել է, բայց հիմա եւս շարունակվում է։ Մարդիկ գնում են շինթույլտվություն են վիճարկում, առաջ որ ավտոմատ կասեցվում էր, ավելի հեշտ էր բողոքողի համար։ Հիմա դրա համար օրենսդիրը որոշեց, որ չէ, սենց չի կարա շարունակվի, դրեց սահմանափակումներ, որ երբ որ միջնորդությունով կապացուցես, որ քեզ վնաս է պատճառվում, նոր դատանը կկասեցնի։ Մարդիկ գնում են կառուցապատողին, ասում են, «Էս տուր, այն տուր, որ չբողոքեմ»։ Հիմա դրա համար դուք անուղղակիորեն կներեք ինձ, ես ձեզ անչափ հարգում եմ եւ որևէ պիտակավորելու միտում չունեմ, բայց անուղղակի չիմանալով դուք եկել եք ու այդ բիզնեսին եք հիմա նպաստում։ Այո, ուզել եմ։ Տեսեք, մենք
կառուցապատող ընկերությունը, Լավ, դուք ներկայացրեք, հա, ես դիրեկտոր չեմ։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոն երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել, օքեյ, բողոքարկել եք, մենք գնալու ենք մասնակցենք այդ դատին, նոր ենք ստացել մենք դատանի որոշում։ Պարշի որ ասելու է, չէ։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, որ բնակարան եք ուզում շնչել։ Մենք հատուցում ենք ուզը իրանից։ Մինչև հատուցումները չտա, եթե այսքան բան մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ։ Իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով։ Ինքը 2 տանես Որ մեկս եկել գնահատել։ Մենք միշտ էլ գիտենք մեր տների գինը ինչքան է։ Մենք այնց նոր տներ են գնահատել։ Շուկայականով նայում ենք, մենք շուկայականով նայում ենք, թե մեր տները ինչ կարժենան, ու հիմա եթե մեկը առնի, ավելի ներքևի տունը ավելի շուտ կառնի, քան ստեղ։ Իսկ դուք որ փակում եք այս ամբողջ տերիտորիան ձեր շինարարության համար։ Դուք որ փակում եք, մենք չենք կարող։ Մեր հատուցումը թող տան, որ մենք չտուժենք։ Կարող է ես իմ տունը ծախում եմ, գնում եմ, ամեն մի տան մեջ $150,000 տուժում եմ։ Ձեր պատճառով դուք եկել եք մեզ վտարում եք ստեղից։ Արդեն։ Ես քո պատճառով կարող եմ տունը ծախեմ։ Ես չեմ ուզում ութարգանի կողքը ապրեմ։ Ստիպված պետքա ծախեմ գնամ։ Ամեն մի տունս իմ հայացի։ Ոչ չի կարելի։ Ես խոսում եմ հենց հիմա, որովհետև քեզ օգուտ չի իմ խոսացածը։ Եթե ես մի բան ասում, քեզ օգուտ չի, որովհետև դու իրավունք չունես ասես, խի եք փագում, խի եք անում։ Բա որ դուք եք փագում ձեր մեծ ավտոներով բան եք լցնում։ Մենք ում ենք բողոքենք։ Այս նոր կառուցվող շենքի փոխհատուցում այլ բնակարան։ Փոխհատուցում ինքը կարող էր 2 հատ այստեղից տար, 2 հատ այստեղից տար, որովհետև ամեն մի տունս իմ 500,000-ից էժան չի։ Մենք ենք բոլոր 58-երը ասեցին մերժվեց, իրանք եկան սարքեցին իմ պատի հետևը։ Աղբե ջան, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, ուրեմն պետքա փոխհատուցես իմ տների համար։ Ակցիայի բոլոր մասնակիցներն էլ ուզում են։ Բոլոր մասնակիցները, ստորագրողները ուզում են, բայց քանի որ իմ պատի հետևն է, հենց 6 մետր չկա, մի հարգանի տան կողքը կադաստրը դեմ է քվեարկել։ Իրանք սարքում են 8 հարգանի, ես պետք է նստեմ իմ հյուրասենյակում, պատուհանից հետևից նայեմ այսինքն մի հատ 8 հատ։ Ձեր կարծիքով որ նման հայցով մտնեք դատարանի ազգավարանի օգուտ ձեզ։ Մենք այնց արգումենտներ ունենք։ Մենք ունենք այն արգումենտները, որը որ անտեսվել է մարդկային իրավունքները։ Մարդու իրավունքները ով է ասում։ Ինչ ասեց։ Հա։ Բոլոր տեղերը լավ շատ բան են անում, խախտումներով, բայց մի րոպե։ Իմ երեխեքի Անդոնն ու Առորյան հարավում է։ Ապական էլ բեկան եք ձեռներդ մենք կենտրոնում կան սեփական տներ, կողքել գնանք քանդենք այն բարձրահարկել։ Լսի, դա յուղական չի, դա քաղաք է։ Ասում են թույլ տվեք։ Ինքը անորեն են թույլ տվել։ Վիճարկում եք դատարան։ Կենտրոնում անորեն են թույլ տվել։ Ամենահետամնաց քաղաքն է Երևանը։ Ճարտարապետությամբ, քաղաքաշինությամբ չի համապատասխանում ոչ մի Ժողովուրդ մի վարքյան։ Ժողովուրդ, տեսեք, հիմա դուք ինձ ունենց հարց եք տալի, մոտիվացիան Այստեղ սեփական տներ են։ Իրաք շարին ես պաշտպանում։ Նոր ենք ասում։ ասենք կառուցապատողի մոտիվացիան ո՞րն է։ Չէ, նայեք, այս սեփական տներ են։ Ասեմ, Սեփական տներ են, մարդիկ քաղաքից դուրս եկել են, իրենց ավան առիթը Կոտայքի մարզում է։ Իրենց տները ասում են ծախել են, եկել են այստեղ, որպեսզի քաղաքի աղմուկից կտրված, հիմա ու ասում են այստեղ հորեր չկան։ Հիմա ձեր մոտիվացիան այստեղ է սեփական տների հարևանությամբ, այս բազմաբնակարան շենքը կառուցելու իմաստը եւ ոնց եք այդ հարցերը լուծելու։ Հորերի մասին է խոսքը։ Ընթացիկ կոյուղաջրերը։ Այդ հարցերը ժողովուրդ, երբ որ քաղաքաշինական փաստաթղթերը տալիս են, Կերտով ջրերը գնում են կողքով գործով կոյուղու միանում են։ հիմա որ ձեր ուզած երկու տունը տան կոյուղի պայմանական կլինի, թե չի լինի։ Տունը կծախեմ,
Ամեն եթե ձեր ուզած երկու տունը տային, հարկայնության այդ խնդիրը կլուծվեր, թե չէր լուծվի։ Հիմա որ ձեր տունը տային, ձեր պահանջած տները շատ արժի լեզվով պահանջած տային, իրոպե, այս բանը գնա չէիք էլ գնա բողոքի, այդ ձեր բարձրացած խնդիրները կլուծվեին, թե չէին լուծվի։ Անից որ ինձանով չէր բրծել։ Հիմա ձեր հետ են դուք եք ամենաակտիվը։ Նույնն էլ մնացածն է։ Չէ, այսինքն հիմա ասում եք այս խնդիրը կա, այս խնդիրը կա, այս խնդիրը կա, բայց երբ որ ասում եմ դուք բան եք պահանջել կառուցապատողից չեք ստացել, նոր եք գնացել բողոք։ Հիմա որ տային այդ խնդիրները, եթե կան կլուծվեին, հա։ Տրամաբանություն կա դրա։ Այո, կա։ Որ Չես հարցը։ հասկանում։ Ինչպես եք լուծելու կոյուղու հարցը, այլ Տեսեք, դուք հիմա որոշել գալ եւ այստեղ էս բազմաբնական շենքերը այդ ինչի եք որոշելը ես չեմ կարող ասել։ Բա դու եկել ես իրան շահին։ Հա, ես ու շահին եմ պաշտպանում նման ակցիաներից եւ շանտաժներից։ Դες ինչի համար, որովհետեւ դուք որ Դե թողեք պատասխանեմ այս խեղճ աղջկա հարցին։ Սա փողոցը փակում է։ իհարկե էլի մեկ երկու Տեսեք, կողմի երբ պետք է որ այդ լսենք կոյուղի, տեսեք, այդ ինչը որ քաղաքաշինական փաստաթղթերը, երբ որ անցնում է պետական համալիր փորձաքննություն, անցնում է տարբեր գործընթացներ եւ տարբեր գերատեսչությունների մոտով անցնելով նոր գալիս է վերջում դառնում է շինտուլդություն։ Հիմա այդ ամեն ինչը նախատեսվել է, այսինքն եթե, չգիտեմ, մի քիչ մասնագիտական բան էլի, եթե կոյուղին ասենք, չգիտեմ, տրուբայով չպետք է անցնի, այլ ձև պետք է անցնի ու դա էլ է ընդունելի օրինակ պետության համար կամ վարչական մարմնի համար կամ պետական այլ մանր։ Ուրեմն տենց կլինի, ոնց նախատեսված է, տենց կլինի, ինչ նախնդիր է։ որտեղ արդեն շինթույլտվություն ունեք, Բայց ով ասես չկա։ մարդու բնակչության ինչպես է լինելու բնակարան շենքերի կոյուղու հարցը, ինչպես է լուծվում։ Այսինքն ձեր կարծիքով այս սարքվելուց հետո ստեաբլոները չեն կարող չեն ունենալու կոյուղի։ հիմա Երևանում այնքան խնդրահարույց շենքեր կան Հա, կա, իհարկե կա, այդ Միանալու են հանուր ցանցին, այլ ցանցերի։ այտենց հստակ ես չեմ կարող ասել, ժողովուրդ դուք հիմա ինձ շինարարի հարցեր եք տալի, որին ես ամբողջությամբ չեմ տիրապետում։ Բայց ինչը որ կա ամենը օրենքի սահմաններում է, բոլոր պետական մարմինների կարծիքներով անցել է եւ որևէ խոչընդոտ ու խնդիր չկա, որը հետագայում այս շենքերի կառուցման արդյունքում կարող է որևէ մեկի իրավունքը խախտվի կամ չգիտեմ կոյուղին ըլնի չլինի այս Հա դուք դիմել եք դատարան, թող դատարանը որոշի կայացնի։ Ինչ որոշեցեք։ Ինչը պետք է անենք։ Մենք գտնում ենք, որ մեր շինթույլտվությունը իրավաչափ է, կառուցապատումը իրավաչափ։ Այդ կարող է ձեր ուղեղին քան աշխատում դուք գտնում եք իրավաչափ է։ Ես էլ եմ մտածում որ դատարանը երբ որ որոշեց, ես այն ժամանակ կգամ կասեմ, այո, դատարանը որոշել է, որ իրավաչափ չի։ Որոշման հետ կապված, հա, դուք էլ նշեցիք, որ վարչական դատարանում է։ Եթե հանկարծ դատարանը որոշի, որ չի թույլատրում։ Ինչ է, եւ դուք էլ ասիք, որ կասեցումը չի, օրենքով կասեցում այլևս չկա, հա, շարունակում եք այնքան, ինչ որ քանդելու եք այս շենքը, այսինքն, ինչ եք անում։ Եղբայր փակաշոշեն, եկով գնա։ Որը պետք է սպասես։ այսինքն պատասխանել Դե ջերով ասում են որ կոյուղը գտնելու է քաղաքի։ չես կարա փակա։ Կառուցապատում։ Դե եթե կառուցապատում են, ուրեմն դե միգուցե ես տեսեք, հիմա ոնց որ կպնելու է Երևանի Հիմա կոյուղատաշի։ ինձ ոնց որ հարցնեք ասեք ես ցեմենտը M500-ով թե M250-ով բանը Դերիա ունեցե իրանց գրելով իբր թե միանում է միջև կոյուղի չսարքեին իրանք իրավունք չունեին այս ամեն ինչն անեին սա արդեն ես եմ ասում Դուք եք ասում գնացել եք դատարան այնա որ որոշեց իրավունք չունեիք ասենք դուք ճիշտ եք Սա փաստորեն իրանք իրավունքներից են խոսում իսկան դու իրավունք Մեր ունես ուզածը ինչ է հիմա Մեր ուզածն է որ այս ակցիայի իմաստը ո՞րն է չի մենք չունենք պարկինգների տեղ Okay դատարանը որ որոշեց մենք կենթարկվենք Ախպեջան բրծա շնորհակալություն քո ասածն ասեցիր գնա պարքինգի հատվածը որտեղ պետք է լինի Ստոր եթե պարկինգներում այո Շինարարության անողը իրավունք ունի ասի ինչնակի Ճիշտ ասած երևի 2 տարով է տրված հստակ չեմ կարող ասեմ էլի տեսեք ես մի անգամից եկել եմ հստակ չեմ կարող ասեմ երբ ավարտվելու 26 թվականի սեպտեմբերին այնտեղ գրած է Ներողություն ավտոկայանատեղի հետ կապված բնակիչներն նշում են որ կա ստաբանությամբ եւ 12 ավտոկայանատեղի տեղ կա հա ընդամենը բայց բնականները մի քան 5 անգամ Հա թույլատրելի ոչ մի օրենքում պարտադիր պահանջ չկա որ քանի բնակարան 12 ավտոտեղ է ոչ մի պահանջ չկա թե քանի բնակարան եղավ այդքան էլ պետք է ավտոկայանատեղի նման պահանջ դա ճիշտ ապրես ինչը որ օրենքով սահմանված է ճիշտ դա է օրենքով չի ինգեր Դե մենք էլ այդ օրենքի դեմ ենք պաստորեն ուզում եք դուք ավտոներ չունեք էլի հաստ է
Համապատասխան ավտոներ եթե ունեն, մեր ավտոները Հիմա այս ավտոն, որ ասենք անկապ քշում էր, կառուցապատողն է մեղավոր։ Չէ, ժողովուրդ այն ավտոն, որը տենց արեց, կառուցապատողն է մեղավոր։ Բայց դու ես որոշում կենք փագել, ինչ եք փագել։ Լավ եք արել փագել ենք։ Այն քեզ Բայց պահանջի կողմ կառուցապատողն է լավ եք պատրաստ արել, փագում են։ Ինչի վերաբերում։ Բնակիչները բնակարան են։ որ իրենց իրենք դուժում Տեսեք, ես էլ ասում եմ, որ քաղաքացիները, օրինակ գիշերը գալիս են սարկածը քանդում են, առավոտը գալի նորից զրոյից սարքում են։ Ողջամիտ եմ ասում։ Այսպիսի բան եղել է։ Չէ, ողջամիտ եմ, հա, ողջամիտ եք համարում իմ ասածը։ Չէ, տարբեր հիմա ասենք Եկեք կոնկրետ ասենք, քաղաքացիներն ուզում են փոխհատուցում, կառուցապատողը պատրաստ է տալ։ Եթե դատարանի որոշմամբ կհաստատվի, որ կառուցապատողին, որ որևէ բնակչի պատճառվել է նյութական վնաս, այդ նյութական վնասը օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցված կլինի համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որում կերևա պատճառը հետևանքային կապը կառուցապատողի գործողությունների եւ պատճառված վնասի միջև, կհաստատվի, որ կառուցապատողը գործել է ոչ իրավաչափ եւ դրա արդյունքում է պատճառվել վնասը, այո կհատուցի։ Բայց որ դուք ասում եք, ես ինչի համար են օրինակը բերեցի, ասում եք, ասում են, ես էլ եմ ասում։ Ասելը դեռ քիչ է, պետքա լինի հստակ փորձագիտական եզրակացություն, պետքա լինի դատարանի որոշում։ Թող գնան վնասա պատճառվեն։ Որ որոշում է։ Սեպտեմբերի 18-ին, եթե չեմ սխալվում, դատական նիստ է հրավիրել։ Այո, նիստ ալինելու։ Մարզերքի թե ինչքան կա կծկծկվի։ Դե արդեն գիտեք, ես չեմ կարող այդ արդեն։ Այդ ընթացքում ինչ հասցրած կլնեք անել։ Ինչ առումով, ինչ հասցրած։ Շինարարության առումով էլի։ Շինարարության ընթացքը ֆիքսված է շինարարական մատյանով եւ ժամանակացույցով շինարարական աշխատանքների, դա մի քիչ մասնագիտական եւ կապալառուին վերաբերող հարց է, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, հիմա չեմ կարող ասեմ, էլի, օրինակ չգիտեմ, մի հարկի համար նախատեսված է այսքան օր կամ այսքան ժամ, էլի։ Ընթացակարգի բանը շինարարական աշխատանքների ժամկետին համապատասխան կառուցապատում իրականացվում է, բայց հստակ չեմ կարող ասել, օրինակ սեպտեմբերի 18-ի դրությամբ ստեղ ուր հասած կլինի։ Անկեղծ չեմ կարող ասել, որտեղ ես բուն շինարարական գործընթացի մեջ չկամ եւ չեմ տիրապետում։ Ես ընդհանրապես իրավական մասով աջակցում եմ կամ ներկայացուցչություն եմ իրականացնում ընկերության համար եւ այդ մասնագիտական շինարարությանը վերաբերող, չգիտեմ, տարբեր խիստ մասնագիտական հարցերին այս բան ես հստակ չեմ կարող պատասխանել։ Երեխեքին ինչ կարա ասի, բայց ինքը կառուցող է։ Բայց ինքը ինչ կարա ասի։ Ես խնդրում եմ մի հատ հարցնեմ։ Հա, ես բողոքավոր եմ, ես կարամ ինչ-որ մի բան բողոքից ասեմ, բայց դու շինարար ես։ Դու ինչ կարաս, կառուցապատող ես։ Ինչ պետք է ես ասեցի։ Ներողություն։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, եթե դատարանի որոշում լինի, որ պիտի փոխհատուցում տան, նյութական վնասի Պետք է ինձ գոհացնի այդ նյութական բանը։ Դատարանի որոշում լինի, դուք պատրաստ եք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ, որ ձեր տան արժեքը ընկնում է այս շինությամբ։ Անպայման, համոտ արժեքն է անգնում, եթե մենք չծախենք էլ մեր տան որակն է անգնում, մենք չենք կարում նայենք դուրս, արդեն պատ ենք տեսնելու մեր փոխանակ կանաչ տեսնենք, թող մի հատ սեփական տուն, այս 1500 մետր քառակուսի հողատարածքի մեջ, իրանք ասում են 600 մետր քառակուսի շինությունն է, դեռ ես պետքա գեոդեզիստներին բերեմ, ես պետքա բաներ անեմ, չափումներ անեմ, տեսնեմ սրանք տեղավորվում են իրանց գրածի մեջ, թե չէ, ես անելու եմ որպեսզի կասեցվի այս շինարարությունը, դրա համար պետքա դեռ աշխատանքներ ունենք, բայց ով է մեղավոր, որ մեր սիրելի քաղաքապետ պարոն Բաբայանը բողոքը վրեն, այսքան ժողովրդին նա շինթույլտվություն է տվել, ով է տեսել։ Բայց այդ ամեն ինչ հաշվի առնելով ինչ եք տոնում ուզում։ Որովհետև կարող է ես ծախեմ իմ տունը, որովհետև իմ տունը ընկնում է գերից։ Բա ամեն մի տուն ես, բայց այդ քո ինչ գործն է, որովհետև իմ տունը, այո։ Լսի իմ տունը, ամեն երկու հատ տունս, գիտես ինչ է։ Որ ծախեմ իմ տները չկցին է գինը, ծախեմ էդ համ ստեղից։ Բայ հարկե, բայ ես չեմ ապրել 8 հարկի կողքը։ Եթե ես, լսեք, մի բան եմ ուզում ասեմ, այս երկու տները, սրա հետևը, երկու հատ տներ ենք մենք սարքել, այո, մենք ստեղ որ ապրում ենք, ստեղ տուն չկար։
Կեսրան առաջինները։ Այս մարդկանց Մինչև Հեգնական այդ պահելաձևը դու կարաս պահես քո տերերի հետ խոսած։ Մեջ չէ։ Տուն ես լավել։ Էլի, բայց այս մարդկանց անձնական կյանքի քաղաքությունն էլ է խախտում։ Այո, դու ինչ գործ ունես։ Տներում են ապրում։ Ու գիտես ինչ միլիոններ եմ դրել ես այդ տան վրա։ Լինելու։ Այս մարդկանց ջան 8 հարկ կամ 6 հարկ լինելու, որտեղից բաց Երևանու է մարդկանց հատվածը, իրանց տան։ Օրինակ այս մարդը Ասից ջան, ես իմ տան վրա դրել եմ միլիոններ, որպեսզի հանգստանամ։ Մի բան ասեմ, հիմա պատկերացրեք, թե երկու Ինքը նստել է ինձ ասում հատուցում են, այդ հատուցումը որտեղ դիլը շատ քիչ է, բայց կյանքի որակը ինչքան արժի։ Իմ առողջությունը ինչքան արժի, որ ես միջև սարքվի։ ներողություն այստեղ սեփական բաներ են, հարցը դա է, որ մարդիկ ոչ թե ապրում են քաղաքի կենտրոնում, Մենք ենք ասում, մենք ենք ասում, ընկեր, մենք ստորագրությունով ասում ենք։ Որ դատան ասես ճիշտ է կգանք Միջև շին թույլտվությունն է եղել դա, միջև շին թույլտվությունը, ստորագրությունն է եղել։ Միջև շին թույլտվությունն Եկեք մի բան հասկանանք, որ եթե որևէ հարց քննվում է դատարանում, Եվ դատարանը ինչ որոշեց, այտենց էլ կվարվենք։ Հիմա որ եկանք հավաքվեցինք ստեղ։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունն է։ Հենց հիմա գաղտնիությունը Այս բնակարաններում օրինակ Դա դուք ծայրահեղ մեկնաբանության եք ենթարկում, որովհետև այդ նույն հաջողությամբ օրինակ պլյոնկեքի օրենքը, որ հանեցին, արգելեցին մեքենայի ապակիները պլյոնկացել, իմ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտում է, որովհետև կողից մեքենայից տենում են ես մեքենայից։ Ծայրահեղ մեկնաբանությունն է պետք չի։ Իսկ դա իրական մեջ նկարում է։ Չէ, դուք ուղղակի օբյեկտիվ իրականությունը չեք ուզում։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ անձնական տվյալների անձնական կյանքի գաղտնիության խախտում ստեղ չկա։ Ոչ չկա։ Չեն գնում մարդու ննջարանի մեջ մտնում չգիտեմ ինչ անում, կամ իր խոհանոցը։ Կարող է ծոցներ եք դրել աշխատուն չեք զգում որ չկա ստեղ։ Կարող է չկա իմ անձին խաղ։ Տեսեք դուք այնպես բան եք ասում, որ ցանկացած իրավիճակում մեր հատկապես Երևանի կամ ցանկացած իրար դեմ դիմաց գտնվող շենքերն են, որը տենց լինի մեկի բալկոնից մյուսի բալկոնը։ Բայց ով ասեց, որ անհատական բնակելի տունը օժտված է ավելի, չգիտեմ, լայն իրավունքներով, քան բազմաբնակարան շենքը։ Սեփականությունն է, բնակության համար նախատեսված վայր է։ Այդ նույնը ոնց որ ասենք, այ քոնը որ հասարակական շինություն է, ինչ-որ մեկի օֆիսն է, ավելի այդպես գաղտնիություն։ Չէ, գյուղի մասին չի խոսքը։ Գյուղի մասին է հիմա խոսքը։ Խի Երևանում չկա սեփական տուն կողքը բազմաբնակարան շենք։ Բայց էս ինչ է գյուղ, հասկանում եմ, որ վարչատարածքային միավորով, բայց սովորաբար Երևանին կապած է։ Լուրջ։ Էսի գյուղ չի, փաստորեն քաղաքում ենք, հա մենք ապրում։ Դե թող իրանք են գնան։ Կարող է ամփոփում եք նա տնես բան եք ասում, որ կա բայց այստեղ չլեն որ։ Դե ասեք ամփոփում ենք բոլորովս գնանք։ Երեխեք ջան, մի Որտեղ բան սկզբանե անլրջություն է։ Ես մի բան եմ ուզում էլի ասեմ։ Դիմելու եք դատարան։ Դիմաց է դատարանը։ Փաստերով դիմաց է դատարան։ Պետքա կասեցվի էլ սա։ Ես արդեն դրանով եմ։ Մի րոպե էլի, ինչ հիմնավորման պետք է կասեցվի, դա ասեք։ Առաջի հերթին, որ պետք անպայման հայցի մեջ ամեն ինչ գրված է։ Գրված է թե ոնց է այս մեր գոտին գտնվում 8-րդ գոտում։ Սա գյուղ է։ Այստեղ պետք չի կարելի օրենքով։ Հենց մեր բաբայանն էլ գիտի, որ ինչ օրենքի տակ անգած է։ Սա մի գոտի է, որը կոչվում է 8-րդ գոտի, որտեղ որ կա թույլտվություն ամենաշատը 3 հարկ։ Առանձնատներ։ Եթե դուք վերևից նայեք, ստեղ չկա շենք։ Բոլորը սեփական տներ են կամ տաունհաուզներ են 3 հարկանի։ Սենց բան թույլտվություն չի կարելի ստեղ։ Առաջի հերթին օրենքով չի կարելի, որովհետև օրենքը թույլ չի տալիս։ Մենք ունենք գոտիացման շրջաններ առինջում։ Այս գոտին կոչվում է հորային սիստեմ։ Ստեղ չի կարա կոյուղի գա։ Չի էլ եղե կոյուղի։ Հա։ Կոյուղին պետք է լիներ նոր սարքվեր։ Հենց առաջինը դա է, որ պետքա շինթույլտվությունը մերժվի։ Հայցի մեջ Հա, հայցի մեջ դված է, որ իմ պատի հետևը հենց 6 մետր չկա։ Իմ հյուրասենյակում նստում եմ ես, պատուհանից հետո իրան շենքն է 8 հարկ։ Ու կեսն էլ իմ բակի մեջ է։ Իրանք մի հատ այս դուրը անել։ Հարկայնությունը պահպանված չի, էլ ինչ կետ եք նշել։ Որ իմ շուխուրը մարդկային հասարակական վիճակը գալու է խանգարի, մենք չենք կարում տեսեք։
մի հատ ավտո անցնում է, մեկը ճանապարհ է տալիս։ Դուք պատկերացնում եք ինչա կատարվելու այս փողոցների վիճակը։ Իրանց պարկինգների տեղը, իրանց այս ամբողջ ժողովրդի մտնել գնալը։ Ստորգեթյայում ունեն 12 հատ տեղ։ 64 հատ տան համար 12 հատ տեղը սարքել են։ Ուրա կանգնելու այդ մեքենան, չլինի գալու է իմ դռան մոտ կանգնի։ Բայց ինչ գիտես, հիմա տուն կա 3 հատ տուն, 3 հատ ավտո ունի։ Իրանց հյուրերը։ Այո, անպայման։ Եթե իրանք հատ այս ստորագրողներին, ներառյալ ինձ, եթե ուզում են իրանց շինարարությունը նպատակին հասնի, նրանք պետքա գոհացնեն մեզ իրանց փոխհատուցումով։ Եթե չգոհացնեն, կամ պետքա քանդվի, կամ պետքա գնա Դենհաղ։ Կամ պետքա, հա, ինչով որ կարող է 4 հատով լինի, քիչ լինի։ Էդ էլ կա։ Նայած, իմացած։ Եթե այլ բան կա։ Երեխեք ջան, հիմա այս կողմից էլ մենք ունենք սեփականության խոտ, որ իրանց մեքենաները մենք սեփական տներ ունենք, բոլորս, մենք հերիք չենք անում այս փողոցի վրա քշենք, չենք կարողանում քշենք իրար կողքով։ Հիմա իմ թորնիկը, որ դուրս գա ասենց հեծանիվ քշի, հաստատ մի բան պատահելու է։ Դու երաշխավորում ես վաղը, որ իմ թորը ստեղ հեծանիվ քշի։ Չին գնելու մեքենայի տակ։ Ալվարդ Մխիթարյան։ Տիկին Ալվարդ, նաև մի հարց է, 58 հա ոգեր ծրագրել, ինչու այսքան սակավամարտության, ինչու մյուսները չեն մասնակցում։ Որովհետև մարդիկ ասել են, ստորագրել ենք, աշխատանքային օր է, կեսնել չեն իմանում, բայց իրանք հասցեներով, հեռախոսի համարներով, իրանց սեփականության թղթերով ներկայացել են պարոն սիրելի Էդվարդ Բաբայանին, իր սեղանի վրա ունենալով 58 հոգու բողոքը, նա ասել է, ես գտնում եմ շինարարությունը պետքա տրվի։ Հիմա ճանապարհը փաստացի բացեցին, մինչև սեպտեմբերի 17, եթե չեմ սխալվում, նշեցիք դատական լիստը։ Կրկին նման ակցիաներ եք անել, ինչ եք անելու։ Մենք կրկին նման ակցիաներ շատ հնարավոր է որ անենք, շատ կախված է թե իրանց այդպես գործելու ոճից, իրանց պահելաձևից շատ բաներ կա, որ պետք է մենք հələ հաշվի առնենք։ Իրանք գիտես քանի ժամով են փակում այս շոշերը իրանց ցեմենտի մեքենաներով։ Մենք չենք կարող, այն կողմ գնում ենք, չենք կարող գանք, այս կողմ գնում ենք։ Իրանք այնքան ուղեղները աշխատացրել են իրանց բիզնեսի համար, որ մի կռանը դրել են դեմ դիմաց աշխատացնելու համար։ Այս կռանը սաղ որ մեր գլխի վերև գնում գալի, այդ պատկերացրա ցեմենտի մեքենան որ գալիս է, մենք ամբողջ օրը նստած իրանց ձենի տակ ենք։ Համ անվտանգային է, համ ահա որ շուխուր են դնում այդ օրերին։ Այն աստիճանի, որ ես դուրս եմ գալի ասում եմ, լավ հերիք է, գլուխներս գնաց, այ մարդ ինչքան կարելի է, ես մի բակով եմ տարբերվում իրանից։ Իրանք հենց մեր պատի հետևն են, հետո որ ես 8 հարգը կանգնի, խնդրում եմ դուք ինձ բացատրեք, 2 հատ 8 հարկ, սա սեփական տների մեջ, մենք այս ժողովրդի հետ, ոնց են կարենալու մեր սեփական տան մեջ ապրենք, բացատրեք լեմ, 64 հատ տուն 2 հատ, աբսուրդի թեմայից է, խնդրեմ երեխեք ջան, ձեզ ենք շնորհակալ, իսկ դու, ինչի որ չես հասկանում, մի խոսա, էսի քաղաք չի, սա գյուղ է, Ուզում եմ ասել, որ դու իման ասելի, այո, դու գիտես չէ դատարանը ինչ էլ որ ասի, եթե ինձ չգոհացվեց, միշտ վերևը տեղ կա։ Հա, բոլոր ակցիաներով կարող գնանք, Այս ընկերությունը այն դրանին է պատկանում։ Չէ, ես տեղեկություն չունեմ։ Դուք ում ներկայացուցիչն եք, կառուցապատող ընկերության սեփականատերը։ AN Construction SPI, որի ղեկավարով է։ Ինչ կապ ունի Վահե Նիկոյանը, նախկին փոխքաղաքապետ, ես նման տեղեկություն չունեմ, ոչ մի կապ չունեմ։ Ես հստակ գիտեք, որ ինքը չի։ Ժողովուրդ, ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Ես կա ընկերության տնօրեն, ես գիտեմ, ես ներկայացնում եմ NI Construction SPI, տերը չգիտեն, ժողովուրդ իրավաբանական ինձ աշտանքի չեն ընդունել։ Ես իրավաբանական ծառայություններ եմ մատուցել։ Ընկերություն է։ Գիտեմս տնօրեն Տիգրան ազգանունը չեմ հիշում։ Վահե Նիկոյանը ասեցիք ոչ մի կապ չունի։ Ես նման տեղեկություն չունեմ։ Ձեզ է շնորհակալ։ Եթե շինարարության հետ կապված հարցեր կա, շինարարության հետ կապված հարցեր տվեք, ես եկել եմ այս ակցիայի հետ կապված, այլ տեղեկատվություն չեմ տիրապետում։ Դրա համար խնդրեմ, եթե այլ հարցեր մնա շինարարության հետ կապված, դա շինարարության հետ կապված մի հարց է, կրանի հետ կապված որ ասում եք, որ
Նկատի ունեմ, հա, Ժողովուրդ ջան, հիմա թե օրենքով է, օքեյ, այո, եթե օրենքով չունեն եւ բանը վարչական համայնքը կգար